Գիրք Եզեկիել, գլուխ 31. Եվ եղավ 11-րդ տարվա 3-րդ ամսի 1-ին Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, ասիր Եգիպտոսի փարավոն թագավորին եւ նրա բազմությանը. դու ում ես նմանում քո մեծությունովը? Ահա Ասորեստանցին մի եղևին էր Լիբանանի վրա, ոստերը գեղեցիկ եւ տերևախիտ, հովանավոր եւ բարձրահասակ էր, եւ ամպերի մեջ էր նրա գագաթը. ջրերը նրան մեծացրին, անդունդները նրան բարձրացրին, իր գետերը գնում էին իր տունկի շուրջը, եւ իր վտակները նա ուղարկում էր դաշտի բոլոր ծառերին. սրա համար նրա հասակը բարձր եղավ դաշտի բոլոր ծառերիցը, եւ աճեցին նրա ոստերը, եւ տարածվեցան նրա ճյուղերը շատ ջրերից ընդարձակվելով. նրա ճյուղերի վրա բույն էին դնում երկնքի բոլոր թռչունները, եւ նրա ճյուղերի տակ ծնում էին դաշտի բոլոր գազանները, եւ նրա հովանումը բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը. եւ նա գեղեցիկ էր իր մեծությունովը, իր ոստերի ընդարձակությունովը, որովհետև նրա արմատը շատ ջրերի վրա էր. եղևինները նրան չէին ծածկում Աստծո դրախտումը, մայր ծառերը չէին նմանում նրա շառավիղներին, եւ սոսիները նրա ոստերի նման չէին. ոչ մի ծառ Աստծո դրախտի մեջ չէր նմանում նրան իր գեղեցկությունովը. ես նրան գեղեցիկ էի շինել իր ոստերի շատությունովը, եւ նախանձում էին նրան Աստծո դրախտումը եղող բոլոր Եդեմի ծառերը. դրա համար այսպես ասեց Տեր Եհովան. որովհետև բարձրացավ հասակով, եւ իր գագաթը դրավ ամպերի մեջ, եւ իր սիրտը հպարտացավ իր բարձրությունովը, ես էլ նրան տվի ազգերի հզորի ձեռքը. նա հատուցանելով կհատուցանե նրան, նրա չարության համար ես քշեցի նրան. եւ օտարները, ազգերի բռնակալները նրան ջարդեցին եւ դեն գցեցին. սարերի եւ բոլոր հովիտների վրա անկան նրա ոստերը, եւ կոտրատվեցան նրա շառավիղները երկրի բոլոր ծորերումը, եւ նրա հովանիիցը իջան երկրի բոլոր ժողովուրդները, եւ դեն գցեցին նրան. նրա անկածների վրա բնակվեցին երկնքի ամեն թռչունները, եւ նրա շառավիղների վրա էին դաշտի ամեն գազանները, որպեսզի իրանց հասակովը չհպարտանան ամեն ջրասուն ծառերը, եւ իրանց գագաթները չդնեն ամպերի մեջ, եւ իրանց հպարտությունովը իրանց վրա հաստատ չկենան բոլոր ջրով ոռոգվածները, որովհետև ամենքը մահվան են մատնված գետնի տակերումը, մարդկանց որդիների մեջ գուբը իջնողների հետ. այսպես է ասում Տեր Եհովան. նա գերեզմանը իջած օրը սուքանել տվի, նրա համար անդունդը ծածկեցի եւ արգելեցի նրա գետերը, եւ շատ ջրեր բռնվեցան, եւ սուք հագցրի Լիբանանին նրա մասին, եւ դաշտի բոլոր ծառերը թառամեցին նրա պատճառով. նրա անկման ձայնիցը դողալ տվի ազգերին, երբ որ նրան իջեցրի գերեզմանը գուբը իջնողների հետ, եւ մխիթարվեցան գետնի տակերումը Եդեմի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիրներն ու լավերը, բոլոր ջրով ոռոգվածները. նրանք էլ նրա հետ իջան գերեզմանը սրով սպանվածների մոտ, եւ նրա բազուկը եղողները, որ բնակվում էին նրա հովանիումը ազգերի մեջ. ում ես նմանում այսպես փառքով եւ մեծությունով Եդեմի ծառերի մեջ? դու վայր պիտի գցվիս Եդեմի ծառերի հետ գետնի տակը, անթլպատների մեջ պիտի պառկես սրով սպանվածների հետ, այսինքն փարավոնը եւ նրա բոլոր բազմությունը, ասում է Տեր Եհովան.